որ հով սևակը մկրտելուց մի քույրիկի երեխեն ասելա պապա ես հովիվը խիա խեղտում իմ մամային այսօր էլի թող ես ձև խեղտը, թող եկեղեցու մեջ խեղտվենք, ամեն իհարկե շատ լուրջ այսօր օրա հումորը հումոր, բայց իհարկե մենք պիտի գիտակցենք, որքան կարևոր է գիտակցել, հասկանալ մկրտության խորհուրդը։ Մի հատ հարց եմ ուզում տալ, ես միշտ հարցով եմ միշտ դիմում։ Դու գիտեք, որ հիմա պիտի հովիվները ձեզ իջացնեն ամբողջովին այս ջրի տարայի մեջ։ Իրականում ինչ կլինի, եթե հովիվը չթողի դու հելնես մեջից։ Մահանանք, ճիշտ է։ Ինչ որ չափով դա ճիշտ է, ճշմարտություն է։ Ջրի մկրտությունը, սիրելիներս, դա մահվան մեջ, այսինքն թաղվել մահվան մեջ։ Որտեղից է գալի ջրի մկրտության այդ սիմվոլիկան մեր եկեղեցիների մեջ, եթե կհիշեք, առաջի դարի մարդիկ, առաջի հազարամյակի մարդիկ, երբ որ չարացան եւ Աստծո ճանապարհներից հեռացան, եւ Աստված ամեն բան փորձեց անել, որպեսզի մարդկանց ուշադրությունը դեպի իրանց գրավի, բայց գրված է, որ անգամ Աստծո որդիները չարություն գործեցին եւ ամբողջ բոլոր մարմինը երկրի վրա ապականվեց, փչացավ, ուրացավ իր տիրոջը ու գրված է, որ զղջաց Տեր Աստված, որ մարդ ստեղծեց եւ եկավ այդ ծրագիրը, որպեսզի ամբողջ շունչ ունեցող մարմին վերցրվի երկրի վրայից եւ այդ պատճառով ինչ արեց Տերը ջրհեղեղ բերեց այդ ջուրը սիրելիներ ջուրը մարդու ապրելու այդ սրեդանչ այդ մթնոլորտը չի մարդ չի կարող ջրի մեջ մենք ետքեն ցաղ չենք մենք օթով ենք շնչում ջրի մեջ ամեն մարմին մահանում է բայց փառք Աստծո որ հիշում ենք որ մեկին Աստված գտավ եւ այդ մեկի միջոցով շարունակեց կյանքի ընթացքը եկեք կարդանք հիմնավորենք մեր այսօրվա այն ինչ որ պիտի անենք առաջի Պետրոս 3-րդ գլխի 18-րդ խոսքից, որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեղքերի համար չարչարվեցավ, այն արդարը անարդարների վրա, որ մեզ մոտեցնե Աստծուն, որ թեև մեռավ մարմնով, բայց կենդանի եղավ հոգով։ Որովհետև գնաց բանտում եղող հոգիներին էլ քարոզեց, որոնք մի ժամանակ ապստամբ էին, երբ որ Աստծո երկայնամտությունը համբերում էր նրանց Նոյի օրերում տապանը պատրաստելիս։ Որի մեջ մի քիչ, այսինքն 8 հոգի ջրիցը պրծան, որի օրինակը, այսինքն մկրտությունը մեզ էլ հիմա ապրեցնում է։ Այսինքն մկրտությունը, որը օրինակ է ջրհեղեղի, բայց մենք տեսնում ենք, որ 8 հոգի Աստված փրկեց։ Այսինքն Աստված ուզում է փրկել, Աստված չի ուզում, որ մարդը մեղավորը մահանա։ Գրված է, որ Աստված մեղավորի մահը չի փնտրում։ Ինչպես մեր շատ անգամ սովորացնում են, այ Աստված պատրաստ է, հենց մի հատ մեղ գործեց, մի հատ այսպես խփի գլխի։ Ոչ։ Աստված մեղավորի փրկությունն է ուզում, եւ մենք տեսնում ենք ամեն ջանք արեց, որ գոնե 8 հոգի փրկի։ Եվ Աստված այսօր էլ ջանք անում իր որդու միջոցով, ավելի ջանք արեց, իր որդուն իջեցրեց մեզ մոտ։ Մենք տեսնում ենք Հիսուս Քրիստոսին եւ տեսնում ենք Հովհաննես Մկրտչին, որը Հովհաննես Մկրտիչը քարոզում էր եւ պատրաստում էր ազգի սիրտը դեպի Տերը եւ ասում էր. Ես չեմ, որ եկել եմ ձեզ փրկելու, ես եկել եմ, որ պատրաստեմ նրա ճանապարհը։ Հիմա եկեղեցին էլ պատրաստում է փրկության ճանապարհը, որպեսզի Հիսուսը գա մեր կյանքերի մեջ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Եվ մենք տեսնում ենք, որ Հիսուսը ինքը 30 տարեկան հասակում, երբ որ պիտի արդեն մտներ իր ծառայության մեջ, այսօր Հովիվ Սևակը արդեն ասեց, որ մենք երեխաներին չենք մկրտում, մենք չենք զբաղվում ունայն փուջ բաներով, այլ գիտակցաբար, երբ որ մարդը գիտակցաբար հասկանալով, որ ինքը արդեն մեղքի համար ինքը արդեն մահացած է, երբ որ գալիս էին Հովհաննես Մկրտչի մոտ, ինչը գրված է Հովհաննեսը մկրտում էր մեղքերի թողություն։ Այսինքն նրանք գալիս էին խոստովանվում էին, որ մենք արդեն իսկ մեռած ենք, երբ որ նրանց իջեցնում էր ջուրը,
դա խորհրդանշում էր, որ դու արդեն քո հոժարկամքով հասկացել ես, որ դու մեղքի համար դու մեռած մարդ ես։ Իսկ երբ որ դուրս է գալիս այն հույսով, որ Աստված իրան նոր կյանք է ապարգևում։ Ամեն, Փառք Հիսուսին։ Մենք տեսնում ենք, որ Հիսուս արդեն մկրտվեց Հովհաննեսի մկրտությունով։ Հիմա, սիրելիներս, ինչ է կատարվում։ Գործք առաքելոց 19-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Եվ ասեց նրանց. ապա ինչով մկրտվեցիք։ Արդեն եկեղեցին կա, Հիսուս Քրիստոսը մահացավ, իջավ երկրի ընդերքը, իջավ այն մարդկանց մոտ, որոնք ջրեղեղի ժամանակ հակառակվում էին Աստծուն, այնտեղ էլ քարոզեց, վերցրեց սատանայից նրա զենքը եւ վերցրեց բանալիները դժողքի, որտեղ գրված է հիմա երկնքի եւ դժողքի բանալիները մի հոգու ձեռքն է։ Ամբողջ իշխանությունը տրվեց մի հոգու, դա մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Մեղքը այլևս չունի ոչ մի իշխանություն մարդու վրա, եթե մարդ գիտակցաբար դարձի է գալի եւ անցնում է Տեր Հիսուսի կողմը։ Ամեն։ Եվ գրված է, որ արդեն եկեղեցին կար, Հիսուսը վերածվել էր երկինք եւ նրա աշակերտը եկեղեցին էր արդեն գործում, Հիսուսի գործը կատարում, նա էլ ուղեկցում էր, գործակցում էր, նրանք էլ եւ այստեղ 10 հոգի աշակերտ է գտնում առաքյալը եւ հարցնում է Սուրբ Հոգով մկրտվեցիք։ Նրանք ասում են մենք անգամ չգիտենք էլ որ Սուրբ Հոգի կա։ Պատկերացնում եք այսպես կարելի է լինել որ մարդ կարա անկեղծ հավատա Հիսուսին, բայց չիմանա որ անգամ Սուրբ Հոգի կա։ Նրանք էլ ասեցին Հովհաննեսի մկրտությունով մկրտվեցինք։ Եվ Պողոս ասեց Հովհաննեսը ժողովրդին ապաշխարության մկրտությունով էր մկրտում եւ ասում թե նա որ նրա հետևից պիտի գա նրան հավատան, այսինքն Քրիստոս Հիսուսին։ Եվ երբ որ լսեցին, Տեր Հիսուսի անունով մկրտվեցան։ Մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ հարց են տալիս։ Ես առաքելական եկեղեցում փոքր ժամանակ ինձ մկրտել են։ Հիմա ես նորից պիտի մկրտվեմ։ Մենք հարց ենք տալիս։ Երբ որ դու փոքր էիր, երբ որ քեզ մկրտում էին, դու գիտակցում էիր ինչ էին անում։ Դու գիտակցում էիր ինչ ես անում, ասում ոչ։ Տեսեք որ կա անգիտակցական մկրտություն, այսինքն մկրտությունի, երբ որ մկրտությունը անընդունելի, այսինքն կա մի ժամանակ որ Հովհաննեսի մկրտություն էր, բայց մենք տեսնում ենք առաքյալը ճիշտ ճանապարհում է ցույց տալիս, պիտի մկրտվեք Հիսուս Քրիստոսի մեջ, ամեն, Հիսուս Քրիստոսի մեջ, նրա մահվան մեջ մկրտվենք, այսինքն թաղվենք նրա մահվան մեջ, որպեսզի նրա հարությանն էլ գործակից լինենք։ Ամեն։ Տեր Հիսուսի անունով մկրտվեցին եւ երբ որ Պողոսը ձեռք դրավ նրան մկրտվեցին եւ երբ որ Պողոսը ձեռք դրավ նրանց վրա Սուրբ Հոգին եկավ նրանց վրա եւ նրանք լեզուներ են խոսում եւ մարգարեանում։ Ամեն։ Հռոմեացիների 6-րդ գլուխ 3-րդ խոսքից։ Կամ չգիտեք թե քանիսներս որ Հիսուս Քրիստոսով մկրտվեցանք նրա մահվանը մկրտվեցանք։ Մկրտությունով նրա հետ թաղվեցանք մահի մեջ, այսինքն մկրտություն նշանակում է թաղվել։ Այսօր թե թաղում պիտի կատարենք։ Ամենաուրախ թաղումն է ժողովուրդ ջան։ Ավելի լավ եկեղեցում թաղվել։ Տեսեք, այսպեսի մի հատ հետաքրքիր բան կա ինտերնետում եմ տեսել, 4 հոգի sense թագաղը բռնած տանում են եկեղեցի։ Որ բան անեն էլի, գրված է ինքդ գնա եկեղեցի, մի սպասի որ քեզ տանեն եկեղեցի։ Որը շուտ է ինքդ գնաս, անդամակցես, լինես պատխաբել, ամեն։ Թաղվեցանք նրա մահի մեջ, որ ինչպես Քրիստոս հոր փառքովը մեռելների միջից հարություն առավ, այնպես էլ կյանքի նորոգության մեջ ման գանք, ամեն, որպեսզի մեկ հուսացնում եմ ձեզ, հովիվը ձեզ չի թողելու ջրի մեջ, նա կհանի անպայման եւ դա այդ խորհուրդն է, որ Տերը հարություն առավ, ամեն, եւ դու էլ ունես այդ հույսը Տիրոջ փառքով հարություն առնելու, ամեն։ Շատ կարևոր է, որպեսզի անգամ նրանք ովքեր մկրտվել են, եկեք մի հատ էլ վերլուծենք, մի հատ էլ վերհիշենք մեր մկրտությունը, թե ինչի մեջ մենք այդ ժամանակ, որովհետև շատ անգամ նորը հավատը, երբ որ սենց ասում են մկրտություն, ես էլ եմ ուզում, Հովիվ ջան, ինձ էլ մկրտի, շատ անգամ չեն իմանում, սենց
ուզում են, ցանկանում են, բայց անգամ չեն իմանում ուր են մկրտում։ Մի բան մկրտի էլի։ Մի բան արա հովի ջան։ Ես էլ եմ ուզում այդ ցանկությունը միանալ, կծվել եկեղեցուն։ Ամեն։ Ինչ որ հաստատեմ, այսօր հաստատության օր է, սիրելիներս, այսօր օր է որոշման։ Ամեն։ Այսօր օր է լուրջ որոշումների, ինքնական որոշումների, անգամ այսօր, եթե կան մեր մեջ երիտասարդներ, որ պիտի մկրտվեն, դա ձեր ընտրությունն է։ Ես միշտ ասում եմ, սիրելիներս, եկեղեցին դա место добровольцев։ Եկեղեցին այնտեղն է, որ ստիպողական երբևիցե ոչ մի բան չի արվի։ Եթե արվի էլ, դա ոչ մի օգուտ չի լինի։ Ամեն։ Դա քո ու իմ որոշումն է։ Կապեմ այսօր ուխտ երկնքի հետ, իմ Տիրոջ հետ։ Այսօր ուխտի օր է, ինչպես կանգնում են երիտասարդները, զույգերը ամուսնության օրը երկնքի եւ երկրի առաջ, բոլորի վկաների առաջ խոստում են տալի, որ պիտի միասին ապրեն ամբողջ կյանքը, ուխտ են կապում։ Նույն ձև մենք այսօր ուխտ ենք կապում Քրիստոսի հետ, ամեն, որպեսզի նրա նորոգության մեջ ման գանք, որովհետև եթե նրա մահին նմանվելով նրա հետ տնկվեցինք, այսինքն թաղվեցինք, ապա նրա հարությանն էլ նման կլինենք Փառք Հիսուսին։ Այդ գիտենալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեցավ, նույնպես խաչելության խորհուրդ ունի ջրի մկրտությունը, որովհետև խաչը, ջուրը, դրանք մահվան խորհուրդներ են։ Խաչի վրա մահացավ հին մարդը, ամեն, որ մեղքի մարմինը խափանվի, մեղքի մարմինը, որտեղ մենք այս մարմին ենք հիմա խափանում, այն մեղքը, որ բնակված է մարմնի մեջ, խափանվի, նրա ուժն ու զորությունը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին, որովհետև նա, որ մեռնում է, արդարացած է մեղքից։ Ամեն, եթե մենք մեղքի համար մեռանք, ուրեմն մենք մեղքից ազատ ենք։ Այսինքն պիտի արդեն քայլենք Տիրոջ զորության մեջ, նորոգված, նոր մարդ Քրիստոսի պատկերով եւ նմանության պես։ Եվ եթե Քրիստոսի հետ մեռանք, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք, Փառք Հիսուսին։ Եվ մի տեղ եմ ուզում սիրելիներս կարդամ, հիմնավորենք մեր մկրտությունը, ովքեր պիտի մկրտեն, հիմնավորենք, հա։ Գործ Առաքելոց 8-րդ գլխի 34-րդ խոսքից եւ ներքինը պատասխանեց Փիլիպոսին եւ ասեց. Հիշում եք, երբ որ Փիլիպոսը գնում էր եւ մի թագավորությունից մի Եվնուխ, այդպես են ասում, ներքին կար, որ եկել էր Հրեաստան երկրպագության։ Նա օտար ազգի ներկայացուցիչ էր, բայց հավատացյալ, երկնքի Աստծուն էր պաշտում, եկել էր Երուսաղեմ պաշտամունք մատուցանելու։ Եվ երբ որ նա իր կարգով գնում էր իր երկիրը, նա բացել էր մարգարեությունը, Եսայի մարգարե եւ կարդում էր հենց այն տեղը, որտեղ գրված է Հիսուս Քրիստոսի մասին մարգարեությունը, որ նա տարվավ իր մորթողների առաջ ինչպես մի գառ, որ լուր էր եւ այս եւ այդպես, եւ Սուրբ Հոգին Փիլիպոսին ուղղում է դեպի ներքինին, ասում է գնա ու հարցրա, հասկանում ես թե ինչ ես կարդում։ Շատ կարևոր մի տեղ եմ հիմա կարդում։ Շատ անգամ մենք կարդում ենք խոսքը, միգուցե չհասկանանք թե ինչի մասին է խոսքը։ Եվ փառք Աստծուն, որ կան ծառայողներ ավակ, որ կարաս մոտենաս ու ասես չեմ հասկանում հովի ջան, ինչ եմ կարդում։ Կամ տնայի խմբակում ավակի տաս, չեմ հասկանում, կբացատրես։ Դա ամոթ չի չիմանալը։ Բայց չիմանալ ու ձև բռնել, որ ես գիտեմ, դա ավելի վատ է։ Յուրաքանչյուր տարիքում մենք կարող ենք ինչ-որ մի բան սովորել անգամ փոքր երեխայից, եթե այդ գիտությունը ինքը ունի։ Պատասխանեց Փիլիպոսին եւ ասեց. աղաչում եմ քեզ, մարգարեն սա ում համար է ասում, իրան համար, թե մի ուրիշի համար։ Փիլիպոսն էլ իր բերանը բացավ եւ այս գրքիցը սկսած Հիսուսին ավետարանեց նրան։ Երբ որ ճանապարհումը գնում էին, եկան մի ջրի մոտ։ Տեսեք, շատ կարևոր է։ Ինչ էր անում Փիլիպոսը։ Գրված է, գրքերով խոսում էր եւ Հիսուսի մասին հաստատում էր, որ դա այո, հենց այն Հիսուսն է, որին խաչեցին։ Սիրելիներս, ասեք, նորածին երեխան, 40 օրվա երեխան, 2 տարեկան երեխան, 4, 5, 6 տարեկան երեխան կարող է գիտակցի այս խոսքերը։ Ոչ։ Սա էլ հիմք է, որ մենք վերցնում ենք, որ մարդ պիտի գիտակցական
իր տարիքի մեջ ընդունի մկրտությունը, ամեն։ Եկան մի ջրի մոտ, մենք տեսնում ենք ջուրը, եւ ներքին ասեց, ահա ջուր, ինչ է արգելում ինձ, որ մկրտվեմ։ Նա արդեն քարոզել էր Փիլիպոսը ջրի մասին, ջրի մկրտության մասին, եւ հիմա տեսնում ենք, որ ինքը ներքինը այդ մարդը թագավորի ծառաներից մեկը ասում է, ինչ է հիմա ինձ խանգարում, այսինքն խնդրում է հովիվին ասում է, հով ջան, ասա, ես պատրաստ եմ մկրտության, թե ոչ։ Տես, մի հատ քննի ինձ, մի հատ խոսա իմ հետ, մի հատ ինձ խոսա իմ հետ խոսա, տես, ես պատրաստ եմ։ Դա շատ լավ բան է, ամեն։ Երբ որ հարցնում ես, ես պատրաստ եմ, թե չէ։ Նայեք, ինչ հետաքրքիր մոտեցում, որ մկրտվեմ։ Եվ նրան ասեց Փիլիպոսը, ուշադիր, եթե բոլոր սրտիցդ հավատում ես, եթե բոլոր սրտիցդ հավատում ես, կարելի է, ամեն, եթե զգում ես, որ բոլոր սրտիցդ չես հավատում, միգուցե թող անցնի որոշ ժամանակ, բայց եթե հավատում ես բոլոր սրտիցդ, այսինքն հավատքը դա գրավական է, հավատքը դա գրավական է քո մկրտություն ընդունելու թե չընդունելու։ Ուրիշ մեկը չի կարող քո տեղը հավատալ, մկրտվի թե չմկրտվի, մկրտվես թե չմկրտվես, ամեն։ Նա պատասխանեց եւ ասեց, հավատում եմ, թե Աստծո որդին է Հիսուս Քրիստոսը, ամեն։ Հիմա հարց ենք տալիս, սիրելի մկրտվողներ, հավատում եք, որ այն Հիսուս մարդը, որ երկրի վրա 2000 տարի առաջ քայլում էր, հրաշագործում էր, մարդկանց բարեգործություններ անում, բայց խոսում էր Աստծո արքայության մասին, ոչ թե որպեսզի ես երկրի վրա մենակ լավ ապրեմ, այլ մեղքի եւ արդարացման մասին էր խոսում եւ ասում էր, որ հայրը սիրում է ձեզ եւ ինձ ուղարկել է, որ ձեր կյանքի մեջ բերեմ իր կամքը։ Հավատում եք, որ այդ Հիսուսը հոր որդին էր, որ իջավ երկիր քո մեղքերի համար վարձատու լինելու, խաչի վրա կրելու քո մեղքերը եւ մահիդ վարձքը, որ դժոխքն էր, որպեսզի չիջնես դու էլ դժոխքի խորքերը, այլ ինքը իջավ դժոխքի խորքերը, վերցրեց բանալին եւ հիմա այստեղ երկրի վրա քեզ ասում է, ես հարություն եմ առել քեզ արդարացնելու համար։ Իմ ձեռքն է բանալին, ուզում ես վերցրու իմ ձեռքից այդ բանալին երկնքի արքայության, ամեն, փառք Հիսուս Քրիստոսի։ Թող Աստված ընդունելի անի ձեր որոշումը եւ իր սուրբ բնիկով երկնքում կնքի եւ ձեր անունը թող ոսկե տառերով գրվեն երկնքի կյանքի գրքի մեջ, ամեն։ Տերը փառավորվի։ Դուք հասկանում եք, որ դուք դառնում եք Քրիստոսի մարմին, այսինքն իր եկեղեցու անդամ եք դառնում։ Հասկանում եք բոլորդ, Արտուր ջան։ Անցյալ տարի պետքա մկրտվեր Արտուրը։ Այնպես է, որ եթե ես տեսնա մարդը պատրաստ չի, ես չեմ մկրտելու։ Մենք չենք մկրտելու։ Ինչքան էլ ստեղ շատ սիրուն ձևով գա ասի, չենք մկրտելու։ Այստեղ պետք է մկրտվեն մեր այս 3 սիրունները, դրաշոր եկեք տեսեք, այդ 3 սիրուն, որ նստած են հուրի փերիները մեր ես էլ։ Սոնցեր։ Բայց դե պատրաստ են։ Դուք այսօր տեսնում եք ինչա կատարվում։ Դուք այսօր հասկանում եք ինչա կատարվում։ Այնպես չի, որ ես պետք է սուրբ լինեմ, հետո գամ եկեղեցի, ով ասեց, այդ քեզ խաբել է։ Դուք պետք է գաստեղ, այստեղ Աստված սրբի քեզ։ Ոչ մեկը չի գնում բաղնիկ, հետո ասում է գնամ լողանամ։ Բոլորն էլ գալիս են բաղնիկ, որ սրբվեն ու մաքրվեն։ Այնպես է եկեղեցին, բոլորը գալիս են մեղավոր ձևով, սխալներով, բայց այստեղ մաքրվում են, սրբվում են եւ Աստված սրբում է։
Սարգիսը առաջի հարցը տվեց, երկրորդ հարցը ես տվեց։ Դուք հավատում եք Հիսուս Քրիստոսը, որ ձեզ համար մահացավ ու հարություն առավ ձեզ համար։ Եթե պատրաստվում եք մուսուլման դառնաք, մի մկրտվեք։ Եթե պատրաստվում եք ուրիշ կրոն գնաք, էլի մի մկրտվեք։ Եթե դուք որոշել եք, որ Քրիստոս, Հիսուս Քրիստոսն է ձեր Աստված, ապրեք իր համար եք ապրում, մեռնեք իր համար եք մեռնելու, ուրեմն դու պատրաստ ես մկրտվելու։ Այդ ձեր կյանքի որոշումն է։ Պապան չպետք է քեզ սովորած զաստավի տանի։ Մաման չպետք է քեզ համոզի, հասկանում ես։ Ինչա որ սոնցեն ու այն մյուսները մկրտվի, ես էլ գնամ մկրտվեմ, այդպես չկա, այդպես բան չկա։ Այ ես իր հետ չեմ ուզում մկրտվեմ, որ Արամը մկրտվի, ես Արամի հետ կմկրտվեմ։ Այդպես բան չկա։ Դու մկրտվում ես քո համար, մկրտվում ես հասկանալով։ Դու ընդունում եք իր եկեղեցին որպես ձեր եկեղեցի։ Ընդունում եք։ Դուք ընդունում եք Հովվին որպես ձեր կյանքում մի մարդ, որ կարա ձեր կյանքում խոսք ասի, ընդունում եք։ Խոստովանել եք ձեր մեղքերը Տիրոջ առաջ։ Եթե կա բան, որ չեք խոստովանել, դուք ինձ հետ առանձին կխոսեք, խոստովանեք, կասեք, որ կա ինչ-որ մի բան ես խոստովանում եմ ասում։